Բարեկամներ, այսօր զրուցելու եմ Հայաքվե նախաձեռնության վարչության անդամ Ավետիք Երոփյանի հետ, բայց նախքան մեր զրույցը սկսելը խնդրեի բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը, գրել ձեր մեկնաբանությունը։ Բարև ձեզ, պարոն Երոփյան։ Բարև ձեզ։ Պարոն Երոփյան, մի քանի օր է քննարկվում է Արման Թաթոյանի հայտարարությունը, որ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում նոր ներխուժում են ըստ էության ունեցել եւ դիրքեր են ամրակայել։ Երեք պաշտպանության նախարարությունը հերքող տեսանյութով էր հանդես եկել եւ ըստ էության ասում են հետեւյալը, որ ներթափանցում կա, այսինքն դիրքեր կան, առաջ եկած դիրքեր կան, բայց ես իմ որ թվի քարտեզով դրանք Ադրբեջանի տարածք չեն համարվում։ Ձեր մեկնաբանությունները։ Ուրեմն այդ եսին որթվի քարտեզ վկայակոչողը ինքնիրավչություն է իրականացրել, իսկ երբ որ այդ ինքնիրավչությունը վերաբերում է Հայաստանի տարածքին կամ սահմաններին, ապա դա կոչվում է պետական դավաճանություն, քանի որ նույն պաշտպանության նախարարությունը եւ իր խոսնակը եւ գլխավոր շտաբպետը եւ պաշտպանության նախարարը վերջի մի քանի ամսվա ընթացքում ասել են, որ եկեք այդ հարցը թողնենք սահմանազատման սահմանագծման հանձնաժողովների աշխատանքին, որոնք կորոշեն այդ տարածքը Հայաստանի տարածք է կամ որն է Հայաստանի տարածքը կամ որտեղով է անցնում սահմանը։ Հիմա իրենք իրենցից առաջ են ընկել եւ որոշել են, որ այդ տարածքը Հայաստանի տարածք չէ, մինչդեռ դրա իրավասությունը չունեն։ Եվ չունեն իրավասություն ընդհանրապես մեկնաբանելու որևէ բան, որովհետև իրենք իրենց սահմանադրական պարտականությունները խախտել են, հրաժարվել են դրանցից, այն դիրքը, որի մասին որ խոսում է պարոն Թաթոյանը, իրական դրանից մի քանի 100 մետր հեռու արդեն անվիճելիորեն Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն նույն այդ քարտեզով, որով վկայակոչվում է բնախոսնակը, այդ տարածքում, այդ քարտեզով Հայաստանի տարածքում կան ներխուժումներ արդեն 3.5 տարի։ Այսօր մարտի 11-ն է, իսկ 22 թվականի ներխուժումը, հիշենք, տեղի ունեցավ սեպտեմբերի 12-13-14-ին, 12-13-ի գիշերն էր հրաձգությունը արդեն սկսվել, ել չեմ ասում, որ համարյա 5 տարի է, 21 թվականի մայիսից Գեղարքունիքի տարածքում ադրբեջանցիները մի քանի տեղ ներխուժել են, այնտեղ առանց ռազմական նույնիսկ ուժ կիրառելու, եկել ուղղակի փայտերով, ծեծելով հանել մեր զինվորներից, այն դեպքում, երբ որ կար չկրակելու հրաման։ Այսինքն այն ինչ որ մեկնաբանում են կամ փորձում են մեկնաբանել, դա վատ քողարկված իրենց ստից եւ ստախոսության թաքցնելն է։ Մինչդեռ գիտենք, որ այն ինչ որ իրենք պարտավոր են, այսինքն ռազմական ուժ կիրառել վերականգնելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սահմանների անձեռնմխելիությունը, իրենք դրանից դա ուղղակի ուրացել են։ Պարոն Երոփյան, Հայաստանի իշխանությունները ինչ պետք է անեին այս պարագայում, որտեվ մենք խոսում ենք մի տարածքների մասին, որոնք մշտապես եղել են Հայաստանի վերահսկողության տակ, մշտապես համարվել են Հայաստանի տարածք, այսինքն նույնիսկ այդ Google քարտեզներով Google-ը միջազգային կազմակերպություն է եւ փաստորեն ճանաչում է տարածքները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Հայաստանի նորմալ իշխանությունը ինչ պետք է անել այս տվյալ դեպքում, որտեվ շատ է ասում, որ մենք մի քանի քառակուսի կիլոմետրի համար պատերազմ ոչ ենք սկսելու։ Ուրեմն այդ մի քանի քառակուսի կիլոմետրը արդեն 200-ից ավել է, որ այս իշխանությունը կորցրել է։ 21 թվականի ծեսկում, այսինքն 20 թվականի նոյեմբերի 9-ի ծեսկում, երբ ֆորմալ կերպով դադարել էին կամ պիտի դադարեին Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկ ընդհանրապես ասած պատերազմը եւ Ադրբեջանի ագրեսիան պիտի դադարեր եւ կանգնեցվեր այնտեղ, որտեղ որ զորքերը ժամանակ կանգնած էին, հայկական ուժերը նախ այսպես ճակերտավոր կամ պայմանականորեն բանավոր պայմանավորությունների հետևանքով հետնահանջեցին մինչև ՀԽՍՀ վարչական սահմանները, որոնք իմիջիալոց պետք է ասել ոչ ոք իրավունք չունի ճանաչելու, որովհետև դրանք միջպետական հարաբերությունների կամ միջպետական պայմանագրերի առարկա են։ Google-ն էլ իրավունք չունի ճանաչելու ինչ որ բան Հայաստանի կամ Ադրբեջանի օգտին, Google-ը ուղղակի իր ունեցած տվյալներով ինչ որ տեղերում տեղանքի վրա սահմաններ է գծում։ Հիմա վկայակոչելով այդ սահմանները իհարկե կարելի է պնդել այս կամ այն կերպ, բայց փաստը մնում է փաստ։ 25 թվականի ամռանը Ադրբեջանը ամրացել է այնպիսի տարածքներում, որտեղ վերահսկողության տակ է վերցրել, լիակատար վերահսկողության տակ է վերցրել միջազգային մեր դիրքերի միջև գնացող ճանապարհը։ Եվ մեր հարևան դիրքերից, այսինքն ճանապարհի այդ հատվածում հարևան դիրքերից շատ ավելի մոտ է տեղակայվել, այսինքն կարող է ցանկացած պահի կտրել այդ ճանապարհը եւ խափանել դիրքերի միջև կապը։
Իսկ մենք գիտենք, թե լեռնային պայմաններում ինչպիսի դժվարությամբ են սարքում ճանապարհները։ Հիմա մյուս պնդումները, որ իբր թե սոտքի կամ կութի վրա այդ դիրքը ազդեցություն չունի կամ նշանակություն չունի, չմոռանանք, որ սոտքի եւ կութի վրա եւ ինչպես նաեւ Աղբրաձորի, Այրքի, Մաքենիսի, Գեղաքարի, ներքին վերին շորժաների, Ավազանի, Կուտականի, Տրետուքի եւ մնացած բոլոր այդ սահմանամերձ գյուղերի վրա Ադրբեջանը լիակատար վերահսկողություն է սահմանել, եւ տեսադիտարկում է եւ ժամանակ առ ժամանակ հերաձգություն է իրականացնում, երբեմն նաեւ հերկիզում է հարակից տարածքները, իսկ ել չեմ ասում, որ տնտեսական գործունեություն այդ տարածքներում իրականացնել ուղղակի դարձել է անհնար, որովհետեւ մարդիկ ուղղակի վախենում են տներից դուրս գան դեպի դիրքերը գնացող տարածքները։ Հիմա եթե վերանանք այս սահմանը որտեղով է անցնում այդ խոսակցությունից, իրականում մենք ունենք շատ վատ վիճակ դիրքային, Գեղարքունիքում, մանավանդ Գեղարքունիքում, որտեղ գիտենք, որ կա ընդամենը մեկ ճանապարհ, Վարդենիս Մարտունի մայրուղին է, որով այդ տարածքի բնակավայրերը իրար կապվում են, եւ Վարդենիս Մասրիկ հետագայում արդեն Գեղամասար շորժա ճանապարհը, որով կապվում են Սևանի արևելյան ափի բնակավայրերը։ Իսկ այնտեղ շատ ավելի վատ վիճակ է առումով, որ սահմանագիծը կամ պայմանական սահմանագիծը անցնում է Սևանա լճափից ընդամենը 4-5, երբեմն 5, երբեմն 6 կիլոմետր հեռավորության վրա, որը այսօրվա ունեցած դիրքային պայմաններում Ադրբեջանի զորքերի համար ուղղակի ոչինչ է։ Մի քանի ժամ կարող են իրենք իջնել ուղղակի Սևանի ափ, կտրել այդ բնակավայրերը, կտրել Հայաստանի մի տարածքը մյուսից, դարձնել անանցանելի։ Իսկ ինչ վերաբերում է այս դիրքերին, չմոռանանք, որ այս դիրքային վիճակը այս իշխանություն շնորհքն է, այսպես ճակերտավոր ասած, որովհետև 21 թվականից այնտեղ ներխուժել են, 22 թվականի սեպտեմբերին, երբ այսօրվա պաշտպանության նախարարի գլխավոր շտաբպետը արդեն զբաղեցնում են իրենց այսօրվա պաշտոնները, այնտեղ մենք ունեցել ենք տարածքային ահռելի կորուստ, Գեղարքունիքի մարզում միայն 60 քառակուսի կիլոմետրի չափ տարածք են կորցրել։ 20 թվականի նոյեմբերից այս կողմ։ Պարոն Քերոբյան, դուք որոշ ժամանակ առաջ ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել եք, որ մեր դիրքերից մեկում, որը ըստ երևույթին գտնվում է Սև լճի հատվածում, այնպիսի դասավորվածություն է, որ ադրբեջանցիները ըստ էության ստուգում են հայ զինծառայողներին եւ չեն թողնում, որ բավարար չափի զինամթերք իրենց հետ տանեն, այսինքն այդտեղ պահեստատուփեր եւ այլն։ Ես հիշում եք, գրավոր հարցում էի իրականացրել, ՊՆ-ից ըստ էության չէին հերքել ձեր հայտարարությունները, բայց իր ասուլիսում Սուրեն Պապիկյանը իրենց այդ լորվա բարբարից էլ ինչ-որ բառեր օգտագործելով հարիցս հերքեց, ասում էր հարիցս հերքում եմ, չկա նման բան։ Կմանրամասնեք ի վերջո, դա ինչ դիրք է, ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները ստուգում են մեր զինվորներին, հիմա կա այդ խնդիրը, թե լուծվել է ձեր տեղեկություններով։ Դե եթե բառապաշարին ուշադրություն դարձնենք, իսկ այդ նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ասում էր մի քանի ամիս է այնտեղ լարվածություն չկա, նշանակում է մի քանի ամիս առաջ դեռ այդ լարվածությունը կար։ Եվ այդ լարվածությունը կարող է ցանկացած օր լինել։ Չմոռանանք, որ ասենք 22 թվականի օգոստոսի 19-ից առաջ, երբ որ ասենք այս նույն խնդրող առարկա դիրքի կողք գտնվող կատարաժայռին եկան թուրքերը նստեցին, դրանից առաջ մի քանի ամիս էլի լարվածություն չկար։ Այդ լարվածությունը յուրաքանչյուր պահի կարող է առաջանալ։ Զենքով հայերը անցնում են զինված ադրբեջանցիների պոստերի կողքով։ Հիմա այդ դիրքերում թե այսօր ինչ վիճակ է, կարող է ադրբեջանցիները պայմանավորվել են, որ նախընտրական շրջանում լարվածություն չգեներացնեն, որպեսզի իրենք վերարտադրվեն եւ շարունակեն միակողմանիորեն կատարել ադրբեջանցիների պահանջները։ Իսկ այդ պահանջները, չմոռանանք, Հայաստանին ուղիղ տարածքային պահանջներ են ներառում։ Այսօր ոչ թե այն պայմանագրով նախատեսված ինչ-որ դրույթները, որ կողմերը իրար նկատմամբ պետք է պահանջներ միջազգային իրավական հարթակներում հետ կանչեն։ Ադրբեջանցիները օգոստոսի 8-ից հետո բազմակի կրկնում եմ, ավելացրել արևմտյան Ադրբեջան թեզի քննարկումը իրենց զանգվածային լրատվամիջոցներով, ընդ որում դա պետական քաղաքականության մակարդակի է հասցված։ Միայն փետրվար ամսին 30-ից ավել նույն Ազերթաճը, որը կարելի ասել իշխանական խոսափողներից մեկն է,
30-ից ավելի հրապարակում ունի հենց Ադրբեջան կեղծ թեզի քննարկում։ Հիմա Սև լճի տարածքում ինչ դիրքեր են։ Այդ դիրքերը առաջացել են եւ դիրքային այդ վիճակը առաջացել է 21 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները եկան ոտ-ոտ եւ շրջափակեցին մեր դիրքերը, այնտեղ հիշում եք փայտակրիվ ծեծ տեղի ունեցավ, այն ժամանակը պաշտպանության նախարար Կարապետյան Արշակը պաշտոնից ազատվեց, չգիտես ինչի համար այդպես էլ բացատրություն չստացանք, եւ Պապիկյան Սուրենը այն ժամանակվանից նախարար է։ Իսկ այն ժամանակվանից ունենք այս վիճակը եւ բազմաթիվ են վկայություններ։ Ես չեմ առաջինը խոսել դրա մասին, Գյումրեցի ընկեր Համբարձումյան Արտուրն է դրա մասին խոսել եւ պաշտպանության նախարարությունը իր ձեր պաշտոնական հարցմանը եւ ոչ միայն ձեր, այսինքն Միքայել Լիաթվամիջոց միացան այդ ալիքին, այդ պահանջը ներկայացրեցին, իրենք երկար ժամանակ լռում էին, հետո չհերքելով փաստացի հաստատեցին։ Իսկ ասուլիսի ընթացքում ինչ արեց Պապիկյան Սուրիկը, ինքը կրուտի տարեց, կրուտի տեղավ փորձեց վրայից գցել, ասելով որ ես չեմ սրաշահառուն, ինձնից առաջ տեղ ունեցել դե ինչպես միշտ նախկիների վրա էր փորձում գցել, մոռանալով որ նախկիները իրենք են։ Այդ իր նախորդի վերադարձ վարչապետը էլի այսօրվա վերադարձ վարչապետն է։ Այսինքն տեղեկությունները հստակ են, որ ադրբեջանցիները կոնկրետ ստուգել են հայ զինվորներին։ Իհարկե։ Այո։ Պարոն Քերոբյան, վերջին շրջանում մի քանի տեսանյութեր է հրապարակել պաշտպանության նախարարությունը, ես կուզեմ դրանց էլ անդրադառնանք։ Նախ ներկայացնում են մեր սահմանի ամրաշինական կառույցները։ Որքանով է նորմալ այդ ամեն ինչը ներկայացնելը հրապարակային ու հետո մարդկանց ասել գնացեք կանգնեք այդ սահմանում, այդ սահմանը պահեք։ Դարձեք կենտրոնի թիրախ։ Դա նորմալ է։ Դե այդ գովազդային հոլովակները իրականում իրենց մեջ պարունակում են քրեական հանցագործության տարեր, պետական գաղտնիքի մասին օրենքի հետ կապված, խախտումների հետ կապված։ Ուրեմն կառավարությունը եւ ոչ միայն այս կառավարությունը միշտ էլ եղել է այդ պրակտիկան, պետական գաղտնիքի մասին օրենքով սահմանված տեղեկություններից բացի հաստատում են նաեւ իր որոշմամբ հաստատում են նաեւ այսպես կոչված գերատեսչական ընդլայնված ցանկը, այն տեղեկությունները, որոնք առնչվում են պետական գաղտնիքին, կարող են պարունակել այդպիսի տեղեկություններ։ Ուրեմն դիրքերի ներքին կառավարվածությունը, դրանցում անձնակազմի տեղակայման առանձնահատկությունների մնացած ամեն ինչը, դրանք դասում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, իսկ այն ինչ որ ցույց է տալիս այդ գովազդային հոլովակում, ոչ միայն այդ դիրքերի տեղադրությունը, այլ ներքին կառուցվածքը, օրինակ հրակնատների ապահովությունը կամ պաշտպանվածությունը, այդ ամեն ինչը, այդ էլ ես չեմ ասում, իրենք են ցույց տվել իրենց նկարանումով, բացահայտ ասում են, թե մենք այսպիսի ներքին կառուցվածքով դիրքեր ենք կառուցել։ Խոհանոցում, օրինակ, խոհանոցում սեղանի կողքը դրած աթոռների քանակը կամ զինապահեստում զենքի պահարանների քանակը, դա ուղղակի կամ անուղղակի տեղեկություններ է այդ դիրքում կամ այդպիսի կառույցում տեղակայված զինվորների քանակի մասին, զենքերի մասին, որոնք որ այդտեղ պահվում են, կամ առավել եւս ճանապարհները, որոնցով որ այդտեղ գնում են, հասկանալի է, ասենք եթե ինչ որ լայնությամբ ճանապարհ է, ապա այդպիսի ճանապարհը կարող է հակառակ ուղղությամբ երթևեկություն չապահովել։ Օրինակ եմ ասում, Ճիշտ է, ադրբեջանցիները օդային հետախուզության լիակատար հնարավորություններ ունեն, մեր հակօդային պաշտպանության ուժերին նույնիսկ կարծեմ հրամայված ոչ մի բան չձեռնարկել, ել չեմ ասում, որ յուրաքանչյուր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ով կփորձի նույնիսկ իր ձեռքի քաղաքացիական սարքը թռցնել սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, ու պետք է ասել, որ մենք այդպիսի բնակավայրեր ունենք, որտեղ ադրբեջանական դիրքերը ու բնակավայրի սահմանից, բնակավայրի ծայրից գտնվում են ընդամենը 700 մետր հեռավորության վրա, ապա դա անօրինական է, քրեորեն պատժելի։ Եվ պատկերացրեք, ասենք բնակավայրում լսում են փոխհրաձգություն, բայց բլրի հետևը չգիտեն ինչ է կատարվում, չգիտեն ինչ անեն։ Քաղաքապաշտպանության համակարգը չի գործում։ Ինչ պետք է անեն, պետք է ձեռքի ունեցածը օգտագործեն, հասկանալով թե ինչ է տեղի ունենում։ Իսկ եթե փորձես, ասենք, ինչ որ մեկը վաղը ասի, որ գիտես ինչ կա, այս մի հարևանս ձեռքի DJI 3-ը թռցրեց, տեսնի, թե սա բանի դիրքերի մոտ ինչ է կատարում, կգան կձերբակալեն կտանեն։ Այս իշխանությունը ժողովրդից թաքուն է պահում իր իսկ անվտանգության վերաբերող հարցերը։ Մի այսպիսի տեղեկություն վերջերս շրջանառվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ընդդիմադիր մտածողություն, դեմ են այս իշխանություններին,
բոլորին կանչում են վարժական հավաքների։ Ու սա այն ֆոնին, երբ որ ժամանակին ԿՊԱ-կան պատգամավորներն ուղղակի հայտարարում էին, որ այդ միտինգ անողներին բոլորին տարեք վարժական հավաքների, բոլորին տարեք դիրքեր եւ այլն։ Նախ կուզեմ այս տեղեկություններին անդրադառնանք, որքանով են դրանք հավաստի եւ արժանահավատ ըստ ձեզ եւ որքանով է նորմալ, օրինակ ժամկետային զինծառայությունը դարձնել 1.5 տարի, բայց 2 տարի ծառայած մարդկանց կրկին տանել փաստացի զինվորական ծառայության, որովհետև նրանք մարտական հերթապահություն են իրականացնում։ Ես չզրնամ մատնշեմ վկայակոչեմ այն ընդդիմադիր գործին, որը հրապարակել էր իրեն ուղղված հենց վարժական հավաքի ծանոթագիրը, դա քաղաքային ակտիվիստ հայտնի Չախոյան Արթուրն է, որը մի ամբողջ դատախազության եւ քննչական կոմիտեի գործ է անում, վերհանելով քաղաքային իշխանություն, Երևանի քաղաքային իշխանությունների հանցագործությունները եւ հանցավոր մոտեցումները քաղաքային կառավարմանը։ Ուրեմն Չախոյան Արթուրի վերաբերյալ կա քրեական հետապնդում, քրեական մեղադրանք կա։ Հայաստանի Հանրապետության օրենքով մարդկանց, որոնց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, իրենց իրավունք չկա կանչել զինվորական ծառայության, լինի դա ժամկետային ծառայություն, թե այսպես վարժական հավաքներ։ Հիմա լրիվ ապօրինի կերպով են Չախոյան Արթուրին ծանոթագիր ուղարկել, տեղյակ լինելով նաև, ասենք ոստիկանություն պետք է հարցում ուղարկեն, այս մարդը գտնվում է քրեական հետապնդման տակ թե ոչ, կամ քննչական կոմիտե, եւ ձեռնպահ մնան դրանից։ Բայց մեր կողմից դուք ճիշտ եք, իհարկե, որ վարժական հավաքները այս մարդկանց այսօրվա այս վարչախմբի եւ իր սպասավորների կողմից ժամանակին եւ շարունակում է այժմ էլ ներկայացվել որպես պատժի գործիք։ Եվ քանի որ իրենց մեծ մասը բանակից թռած են, տաղատեսակ պատճառաբանություններով, օրինակ Ամինյան Տիգրանը սկոլիոզի պատճառաբանությունով է թռել, մեկը կարճատեսության մի արտգործ փոխնախարար ասպիրանտուրայում սովորելու պատրվակով է թռել բանակից, չնայած որ պաշտպանվել է ոչ մի հատ էլ դրա համար բան է ստացել, հայրենիքի մատուցած ծառայությունների շքանշան է ստացել, հա։ Սրանք քանի որ բոլոր բանակից թռած են, իմիջիայլոց իմ նույն գյումրեցի գործընկեր Համբարձումեն Արտուրը հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա գործող 11 մարզպետներից ընդամենը մեկն է ծառայել բանակում, այսինքն 10-ը բանակում ընդհանրապես չեն ծառայել, բայց այսօր իրենք Հայաստանի Հանրապետության օրենքով հանդիսանում են զորահավաքի պատասխանատուներ։ Այսինքն տեղական կամ տարածքային պաշտպանության ուժերի համալրման համար իրենք պատասխանատու են։ Հիմա դուք պատկերացրեք, ասենք բանակում չծառայած մարդը, զինվորական համազգեստը չհակած մարդը, չնայած սրանցից շատերը 16 թվականի ապրիլյանին մասնակցել են մայիսին, ինչ որ գնացել են Ստեփանակերտի մոտակայքում, չէ, բանել են ժամանակը պաշտպանության նախարարի շնորհակալագրեր են ստացել, իրենք բանակային ծառայությունը չտեսած բանակի համալրման պատասխանատուներ են հանդիսանում։ Սա ոչ այլ չէ, քան ցինիկ ծաղր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեսին։ Իսկ եթե վերադառնանք, ասենք ձեր հարցի մյուս մասին, ժամկետային ծառայության ժամկետը կրճատելուն, իրականում դա կարող է լինել, եթե իրականացված լինեն բանակի իրական բարեփոխումներ, եթե կառուցված լիներ տարածքային պաշտպանության ուժերի համակարգ, եթե կառուցված լիներ, սրա մասին շատ ենք խոսում, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որը գար փոխարինելու այդ հնացած սովետական մոդելին, որ բանակ ունենք, թող բանակը կռվի, իսկ մենք չգիտենք ինչ անենք, եթե Երևանում առաջին բոմբը ընկավ, հա, խոճապ կլինի։ Ու այդպես էլ կլինի, խոճապ կլինի, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շատ փոքր տոկոսն է պատրաստված արտակարգ իրավիճակները, չենք ասում պատերազմում։ Կրկին մեր հեռուստադիտողին խնդրենք, որ հավանեն այս տեսանյութը, գրեն իրենց կարծիքը։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան, այս հարցազրույցի համար։ Շնորհակալություն զրույցի համար։